Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, սրտանց ողջունում ենք բոլորիդ եւ առավոտից մաղթում միայն ջերմություն ու իհարկե լավ տրամադրություն, ջերմությունը իհարկե տրամադրության մասին է խոսքը, այլ ոչ թե տաքության։ Հուլիսի 3-ն է օրը ուրբաթ, հերթական աշխատանքային շաբաթն է ավարտվում, բայց մենք ուղիղ եթերում ենք։ Ավարտվում է հերթական աշխատանքային շաբաթը, մի տեսակ հավատս չի գալիս։ Վաղը մյուս օրն էլ կասենք ավարտվում է ամառը, աչքներս թարցեցին։ Ասում ես, որ հավատս որովհետև սարսափ եմ ապրում, այսքան արագ ժամանակ։ Ուրախացիր արժևում են հանգստյան օրերը։ Նայեցում համար։ Դե մենք աշխատում ենք։ Եվ սիրով ենք աշխատում։ Ձեզ համար ինչպես միշտ այս առավոտ եւս ձեզ համար կաշխատեն Լուսինե Մուրադյանը։ Եվ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Ասում ենք բարի լույս, առաջարկում միանալ բոլոր հարթակներով մեզ եւ մնալ մեզ հետ։ Բարի լույս եւս մեկ անգամ եւ մենք սկսում ենք։ Ծաղիկները բացվել են, քեզ նման գեղեցիկ, աղբյուրները երգում են, քո ձայնով արևիկ, երազները շողում են, քո փայլով արևիկ, աչքերդ անվերջ կանչում են, աչքերդ ինձանուր շտանջում են, անունդ սիրո գարուն է, անունդ քեզ նման սիրուն է, la 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 անունդ սիրո գարուն է, անունդ քեզ նման սիրուն է աչքերդ ինձանուր շտանջում են, անունդ սիրո գարուն է, անունդ քեզ նման, աչքերդ անվերջ կանչում են, աչքերդ ինձանուր շտանջում են, անունդ սիրո գարուն է, անունդ քեզ նման սիրում է, la 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 Անունդ սիրո գարուն է, անունդ քեզ նման սիրուն է Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 դե իհարկե սուրճ ու սեր առավոտից եւ այն էլ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Այո, ձեզ ողջունում ենք, մաղթում հաճելի լավ տրամադրություն առավոտից եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք arm.radio.am կայք, դիտել կոճակը սեղմեք, այդ տարբերակով մեզ հետևեք եւ իհարկե Facebook-յան հարթակում եւս մենք on-line ենք, Հայաստանի հանրային ռադիո Հայատար գրում եք եւ այդ սխալը շտապ ուղում եք, եթե մինչեւ հիմա չեք միացել մեզ, հետևում եք live-ին, մենք սպասում ենք ձեր ջերմ խոսքերին, ձեր մեկնաբանություններին, որոնք դրանք ընթերցենք հենց հանրայինի ուղիղ եթերում։
Հուլիսի 3-ն է օրը ուրբաթ, ինչ կա չկա մեր անհրաժեշտ տեղեկատվության թղթապանակում։ Ինչ ասել կա, Ամեն ինչ ամեն կա։ օր էլ ամեն ինչ կա։ Ինչն է շատ տեղեկությունը, ինչն է շատ նյարդային հատվածներ, Դե լավ, խցանումներ։ միանգամից խցանումների մի Բայց այդ ամենին պետք է ավելի ուրիշ տարբերակով նայել, էլի։ Ես առաջարկում եմ սկսենք եղանակից։ Դե հա, չասես անձրևում է։ Որտեղ հուսադրող են այսօրվա կանխատեսումները։ Փարքաստո։ Այսօր հուլիսի 3-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Բայց հուլիսի 3-ի կեսօրից հետո Տիգրան, խնդրում եմ։ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ինձ մայրաքաղաքն է հետաքրքրում։ Մի րոպե, հիմա կհասնենք։ Առանձին վայրերում նաև կարկուտ կարող է լինել, չվախենակ։ Քամին արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան արագությամբ ամպրոպի ժամանակ մենք ամպրոպել ունենք, գիտես չէ։ Գիտեմ, ոնց չգիտեմ, ամբողջը մտածել ես։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 18-ից 23 մետր, Աստվածներ, լավ էլ արագ է, կարող այո։ շել ու տանել։ Նայեցում։ Բայց ջերմաստիճանը այսօր կբարձրանա եւս 2-ից 3 աստիճան։ Այ դա մի քիչ ուսադրեց։ Իսկ Գնանք մայրաքաղաք, այս պահին 25 աստիճան է Երևանում եւ ասում են, որ գիշերը քաղաքի առանձին հատվածներ։ այո, ուշ երեկոյան ավելի ճիշտ, կեսօրից հետո կարող է լինել էլի փոքրիկ անձրև։ Ոնց փոքրիկ կար, թա կլինեն հորդառատ անձրևներ։ Դա արդեն 5-ի մասին է։ Լավ, հա, ինչ տարբերություն երկու օր, սակայն ինչ տարբերություն։ Այսօր կարող է լինել երեկոյան մի քիչ անձրև եւ ամպրոպ։ Մի խոսքով հուսադրող չէր Մի այդքան, նեղվեք, բայց այդուհանդերձ մի նեղվեք։ ամենայն դեպս ավելի լավ է այս եղանակը, քան Եվրոպայի այն տապը, որ մարդիկ տանջվում էին Այո, զովացեք։ Մենք շատ բարենպաստ իրավիճակում ենք գտնվում այս պահին եւ իհարկե ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին, ապա հարգելի ռադիոլսողներ, ուզում ենք տեղեկացնել, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանել են, ինչ վերաբերում է Ստեփան-Զմինդալարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք մայրաքաղաքի ճանապարհներ։ Գնացինք։ Երեք ուրախացանք 6 բալ է։ Այսօր շատ էր, ես դժվարությամբ եմ եկել։ 7 բալ է, Այո, 7 բալ է 7 բալ։ Երևանում, բայց ոնց որ թե չունենք, դու ասում ես։ Ավտովթար չկա, Չէ։ բայց հենց ասում ես լինում է։ Դե ինչ անեմ, ասում ես սենց անեմ։ Ես գալուց Հալաբյանի վրա նկատել եմ ավտովթար։ Դե այս պահի Այս պահի դրությամբ չկա Չէ, եւ փառք չէ, ես շտապեցի էլի, շտապեցի, խնդրեմ։ Ալմաստ գործանի Ռուբինյանց փողոցի վրա Ալմաստ գործանի հարավանությամբ ունենք առայժմ 1 ավտովթար։ Հուսանք չի ավելանա։ Հուսանք չի ավելանա, զգոն եղեք հարգելի վարորդներ, ուշադիր երթևեք եք եւ իհարկե ուշադրություն դարձրեք նաեւ հետեոտներ ձեր վարքագծին, եթե փողոց եք անցնում, միմիայն կանաչ լույսի տակով եք անցնելու, սա պարտադիր է, հարգելի քաղաքացիներ, հարգանքը միմյանց նկատմամբ կբերի բազմաթիվ խնդիրների լուծման։ Ես վերջերս որոշել եմ զգուշացնել բոլոր կարմիրի տակով անցնողներին, ասում կարմիր է, լուսամուտից Դե ոչինչ ասում չէ, ասում որոշեցի հասցնեմ ընդել։ Ինչ վերաբերում է օդային տարածքներին, ապա եթե այնտեղ մի քիչ խախտումներ գրանցեն, ապա միայն կլինեն թռչունները։ Եվ վաղաժամ Եվ քամիները հաճախ նպաստում եւ օգնում են, որպեսզի ինքնաթիռները ժամանակից շուտ ժամանեն եւ այսպես ժամանումների սանդղակն ենք դիտարկում եւ տեսնում ենք, որ մենք ունենք 2 վաղաժամ վայրեջք, 1 ուշացում, Դուբայի 2 չվերթները վաղաժամ են ժամանելու Հայաստան, 11:25-ի փոխարեն Հայաստանում կլինեն 10:53-ին, բարի գալուստ հարգելի հայրենակիցներ եւ իհարկե զբոսաշրջիկներ, եթե գալիս եք մեր Հայաստանին ծանոթանալու, եւ Նեապոլի թռիչքը 11:30-ի փոխարեն Հայաստան կժամանի փոքրինչ ուշացումով 11:54-ին։ Գնանք մեկնումների սանդղակ եւ տեսնենք թե ինչ է կատարվում, ժամանակին գրեթե բոլոր չվերթները տեղի կունենան ժամանակին, բացառությամբ Աբու Դաբիի չվերթը։ Աբու Դաբիի չվերթը 13:35-ի փոխարեն իր թռիչքը կիրականացնի 14:35-ին։ Բարի գալուստ եւ իհարկե բարի ճանապարհ։ Իսկ եթե պատրաստում եք գնել կամ վաճառել արտարժույթ, ապա ծանոթանանք Հայաստանի կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան $1 փոխարժեքը 368 դրամ է, 1 եվրոն 420, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 407 դրամ է, վրացական լարին 139 դրամ, բրիտանական ֆունտ ստերլինգը 490 դրամ է, արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամը 100 դրամ է եւ իրանական ռիալը 0.026։ Այսօր չինական յուանն էլ ներկայացնենք 54.219։ Այսպիսին էր անհրաժեշտ տեղեկատվությունը, մենք շարունակում ենք 9:40 րոպե ձեզ հետ հանրային ռադիոյի առաջին ալիքն է 55:3702, դա մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է։
must be the price. Don't wanna. I have a confession. I did it all for love. Reload, 'cause you cannot shake me. Reload, 'cause you'll never break me. Reload, 'cause you cannot take me down. Sabrina, I got Սուրճ ու սեր առավոտից։ 9:43 կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Իսկ ես այս պահին ուզում եմ մեր կողմից, մեր անունից ջերմագին եւ առանձնահատուկ ողջունել բոլոր այն ռադիո լսողներին, ովքեր ակտիվ են, փորձում են մեզ զանգահարել 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարով եւ իհարկե նամակագրության միջոցով on-line հարթակում ունենք բազմաթիվ ջերմ ողջույններ։ Կարինե Մկրտչյանն ասում է բարի լույս իմ շատ սիրելի Լուսինե եւ Տիգրան, գեղեցիկ օր եմ մաղթում ձեզ, շնորհակալություն։ Մենք էլ ձեզ ենք մաղթում։ Շատ։ Էստերն ասում է բարի լույս սիրելիներս, անհանգստացած է վեգայի համար, երեկ էլ էր հարցում, վեգան իր տեղում է, կգա եթերի, սա զուտ մեր եթերային օրն է։ Իսկ ինչու են անհանգստացած։ Ասում է ուր է մի քանի օր է չկա, հետո աշխատում եք, նա այստեղ է, մենք նրանք ողջունենք քո անունից։ Ծովինար Գևորգյանն ասում է բարի լույս սիրելիներս, այսօրը ձեզ նման սիրուն է, վայելում եմ ձեր համահունչ հումորով ու պայծառ եթերը, շնորհակալություն։ Մենք ամեն ինչ կանենք, որ միշտ այդպես լինի։ Շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար։ Դուք մեզ փոխանցում եք դրական լիցքեր եւ իհարկե ել ավելի եք ոգևորում, որ մենք ել ավելի ոգևորված աշխատենք։ Էլ ավելի Ոնց չաշխատես, ոնց մենք ձեզ ջերմ բարևներ չուղարկենք եթերից, ասեք, ախր ինչպես մենք կարող ենք դա չանել։ Եվ այսպիսի ոգևորությամբ բացում ենք օրվա օրացույցը, հուլիսի 3-ն է օրը ուրբաթ։ Այսօր հետաքրքիր տոներ կան, մենք հասցրեցինք ժպտալ, զարմանալ եւ նաեւ ուրախանալ։ Իմիջայլոց առաջին տոնը միջազգային, որ պիտի խոսենք, ես շատ սիրում եմ այս տոնը եւ հատկապես ծովափին, երբ գնում եմ ծովափնյա քաղաք եւ ափը ավազներով չէ, այլ մեծ տափակ քարեր կան, ես միշտ վերցնում եմ, փորձում եմ նկարազարդել։ Ձերքով նկարում եմ, այո, քարեր նախշազարդելու միջազգային օրն է, չգիտեմ որքան կապ ունեն իրար հետ, բայց այդուհանդերձ շատ սիրում եմ։ Հաջորդ տոն ասեմ, թե օր ասեմ, շատ օգտակար է բոլորիս համար։ Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու միջազգային օր են նշում այսօր աշխարհում։ Դե շատ լավ է, բայց առհասարակ աշխարհը պիտի հրաժարվի պոլիէթիլենային Որ տոպրակներից։ հետո քամին ուժ գնանա եւ այդ տոպրակները պար չբռնեն Երևանյան երկնքում եւ ոչ միայն։ Բռնենք Շիրխանի։ Տոպրակներով, պար բռնենք տոպրակներով պար բռնենք, չէ։ Իդեպ այս օրը ես այդքան էլ չեմ կիսում, որովհետեւ ես խուսափում եմ միշտ օթորակիչներից եւ ահա իմ ձայնը։ Արի մի հատ էսպես անայ։ Այս գրողտ ձայնը դրա արդյունքն է իրականում։ Խոսքը օթորակիչներով։ Չէ, ձեն չհանեց մեր օթորակիչը։ Բե անձայն է ամբողջը, որ եթերին չխանգարի Տիգրան ջան, հատուկ կարգավորումներ։ Ինչու եմ ես տանջում օթորակիչը։ Ասեմ, այսօր օթորակիչի երախտագիտության օրն է։ Ես երախտագիր չեմ, որովհետեւ ես հիվանդացել եմ։ Մեր երախտագիտը բայց անջատվեց։ Ես օրինակ խուսափում եմ օթորակիչներից եւ վստահ եմ շատ մարդիկ կան եւ առհասարակ չեմ կարողանում հասկանալ մի բան, որ օթորակիչով այնքան են սառեցնում սենյակը, որ երբ դուրս է գալիս այդ սենյակից կտրուկ է տարբերությունը, իրականում դա շատ վատ է օրգանիզմի համար։ Բայց մենք թարմ ենք մնում ես ու դու։ Դե միշտ ենք։ Շնորհիվ օթորակիչի։ Չէ, ոչ միայն օթորակիչի, ինձ թվում է մեր ներքին էներգիայի միշտ դրական լիցքերի շնորհիվ է այդ ամենը։ Արի գնանք ազգային օրացույց։ Տեսնենք ամերիկացիները ինչ օրեր ունեն այսօր։ Ամերիկայի պատվո օրերը շարունակվում են Միացյալ Նահանգներում, դե հա երևի մի քանի օր է։ Խնդրեմ, սեփական արտացոլմանը հաջողախոսելու ազգային օր են նշում ամերիկացիները։ Ես հասկացա այսպես, կանում ես հայլու առաջ եւ ասում ես ինչ լավն եմ ես։ Ես ուրիշ տարբերակ էլ կարող եմ առաջարկել, ոչ միայն ասում ես ինչ լավն եմ ես, այլ սկսում ես ինքդ քեզ համբուրել։ Այո։ Որքան հիացած եմ ինձ։ Հաջորդ տոնը դու ասես թե ես ասեմ։ Մի րոպե հասկանամ, որի մասին է խոսքը։ Դու ասա։ Դե լավ կասենք։ Խոսքը լոբու մասին է։ Լոբի ուտելու ազգային օր։ Ամերիկացիներն են նշում։ Բայց հարկելի լոբի պատրաստողներ, ջուրը մի քանի անգամ թափ եկել է այդ լոբու։
որ գազեր չառաջացնի։ Այդա չգիտի, տնային տնտեսուի մարդ ես։ Դե հա, էլի։ Մեր նման չես։ Շոկոլադե վաֆլու ազգային օրը նշում նաև ամերիկացիները։ Արևի ճառագայթներից հեռու մնալու ազգային օրն է Միացյալ Նահանգներում։ Հիմա բոլոր մաշկաբանները կասեն ոնց միայն այս օրը։ Վիտամին D։ Առհասարակ արևից պետք է խուսափել, որովհետև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են մաշկի համար եւ ցանկացած պարագայում նույնիսկ եթե արև չկա, մենք պետք է ման գանք դրսում արևապաշտպանով։ Ված չէ լինի, եթե հաջորդ տոնը նշեին նաև մեզ մոտ Հայաստանում։ Այո, Տես, դեմ չէ։ լրագրողի օր կա, հեռուստատեսության օր կա, ռադիոյի օր կա, բայց հաղորդավարի օր չկա։ Արի համարենք եւ հայտարարենք, որ այսօր հաղորդավարի օր է, որովհետեւ Արգենտինայում են նշում։ Մեզ մոտ էլ նշեք, Հարգելի, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով, շնորհակալություն։ Դե իհարկե մենք միայն հաղորդավար չենք, բայց լավ տոն է, լավ օր է։ Ինչ խանգարի, ինչու ոչ։ Գնանք առաջ։ Անկախության օր են նշում Բելարուսում, Կրակների տոն Կուբայում, Թայվանում Կուանգունգի ծննդյան օրն են նշում։ Հնդկաստան գնանք Քոսիրելի ծառատունքի Էլի ազգային փառատոն շարունակվում կա։ է ծառատունքի փառատոնը։ Ես զարմանում եմ, որովհետև այնտեղ բնությունը շատ շռայլ է եւ ամբողջը ծառեր են։ Ինչը չես ասի մեզ համար լավ գնանք առաջ։ Ռուսաստանում նշում են ավտոտեսչության օրը, նաև գաղտնի ընկերության օրը։ Այ գաղտնի ընկերության պահը չեմ հասկանում։ Աղջիկ տղա ընկերության մասն է խոսքը, որ գաղտնի են ընկերություն անում, որ Կամ է որ արևանները թաքուն գրվում են չաթում, բայց չտեսնի ոչ։ ոչ ոք չի իմանա, չեն բարևում իրար, որ տեսնում են։ Լավ, մի խոսքով մենք Արի մի երգ լսենք, հետո տեսնենք ինչ իրադարձություններ են Իմիջայլոց այո մի երգ լսենք Արմինե Գևորքյանն է on-line հարթակում հետևում մեր ռադիոլուրի մեր գործընկերը։ Նա մեզ հետ է։ Ասում է, «Օ, ինչ հաճելի է, դուք վերադարձաք համերգային շրջագայություններից, ինչպես անցավ ու ծիծաղի նշան»։ Արի Արմինեն հարցնենք ինչպես է անցնում առավոտյան ճաշկերույթը։ Նա կհասկանա Ես քեզ մի բան ասեմ, Արմինե Գևորքյանը այդ հանրային ռադիոյի հայկական ռադիոյի 100-ամյակի առիթով կազմակերպված բոլոր մարզային համերգներին ռադիոլուրի մեր գործընկեր որպես մեզ հետ է եղել եւ բոլոր ռեպորտաժները պատրաստել է Արմինեն եւ ասում էր մի տեսակ անսովոր է որ համերգներն ավարտվել են եւ մենք մարզեր չենք գնալու, բայց ինքը 3 մարզում էր եւ գնացել էր Կովերի ֆերմա։ Ինչ ես ասում։ Շատ տարօրինակ տեսանյութ էր տեղադրել։ Արմինե Գևորքյանի Instagram-ի էջ մուտք գործեք, եթե ուզում եք տեսնեք Կովերը վատ են զգում իրենց, այսօր տրամադրություն չունեն, լավ են, ինչպես են այդ ամենը մարդիկ հասկանում։ Բայց շատ խոսացինք։ Գնացինք։ What's up? Come pull up in my spot. Let's keep the night glowing. I don't ever wanna stop. I'll never leave this road. I'ma need a blow. Sky is turning blue. Let it clear the slow whip stain on the rim. Ace is about to blow. Sinking in my teeth. I bite on afar.
Սուրճ ու սեր առավոտից։ 9:52 մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Այո, շնորհակալություն եւ արդեն on-line հարթակում սկսել ենք ստանալ շնորհավորական այո, մաղթանքներ հաղորդավարի օրվա հետ։ Միթե միանգամից մուտք գործեց այդ տոնը Այո, վերջ, Հայաստանում այսօր նշում են հաղորդավարի օրը, վերջ։ Ինչու մենք չնշենք։ Այո, Գևորգ Սահակյանն ասում է շնորհավոր, ժպիտով եւ սմայլիկով։ Արամայ Սահակյանն ասում է բարի ամառային առավոտ ռադիո լսողները ձեզ հետ զուգահեռ աշխատում են հանգստյան օրերին, նույնիսկ Կիրակի օրերին։ Հերիքնազն ասում է սիրում եմ ձեզ շատ, մենք էլ ձեզ ենք սիրում հարգելի Հերիքնազ։ Ձեզ բարի ու անխափան եթեր, ես էլ իմ սուրճն եմ վայելում գեղեցիկ երաժշտության ներքո։ Շնորհակալ ենք։ Մենք շարժում ենք առաջ եւ տեսնենք թե ինչով է նշանավորվել հուլիսի 3-ը եւ ինչ իրադարձություններ են գրանցվել այսօրը տարիներ առաջ։ Մենք կսկսենք 2006 թվականից, հենց այսօրը 2004 XP14 աստերոիդն անցել է երկրի մակերևույթից 432,308 կիլոմետր հեռավորության վրա։ Տեսնես ով է հաշվել։ Դե տեխնիկան։ 1992-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ FIFA-ի անդամ։ 1988 թվականի հենց այսօրը ավարտվել է Բոսֆորի վրայով Եվրոպան Ասիային միացնող Սուլթան Մեհմեդ կամրջի շինարարությունը։ Այ գնանք առաջ եւ տեսնենք էլ ինչ 1916 թվական տեղափոխվենք կայացավ Տիտանիկ նավի կործանման գործով առաջին դատական նիստը։ 1890 թվականի այսօրը Այդահոն դառնում է Միացյալ Նահանգների 43-րդ նահանգը։ Ավտոմոբիլային արտադրությունից ունենք իրադարձություն 1885-ին Կարլ Բենցը փորձարկեց իր ստեղծած ավտոմեքենան։ Ահա, հիմա շտապ նաև անդրադառնանք, թե ովքեր են ծնվել պատմության մեջ հենց այսօրը։ Ամեն օր օրացույցում կան մարզաշխարհային ներկայացուցիչներ, այսօր եւս բրազիլացի ֆուտբոլիստ Մարկո Անտոնիո դե Մատոս Ֆիլոն է ծնվել այսօրը 1986-ին։ Իսկ հիմա տեղափոխվենք Հոլիվուդ եւ ներկայացնեմ իմ ամենասիրելի դերասաններից մեկին 1962 թվականի հենց այսօրն է ծնվել ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Թոմ Քրուզը եւ մեզ հայտնի է Անդրեվի Մարտը, հատուկ կարծիք, առաքելությունն իրագործելի է Ֆանտոմ պրոտոկոլը, Վանիլային երկինք, Օրվա ասպետը ֆիլմերից Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը, Եռակի ոսկե գլոբուս մրցանակակիր է եւ 3 անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի եւ ես նրան առանձնահատուկ շատ սիրում եմ ու երկրպագում։ Ծագման փրյա գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկան է ծնվել այսօրը 1883-ին, հիմնական ստեղծագործություններն են վեպերը Դատավարություն, Դղյակ, Կերպարանափոխություն, Ամերիկա եւ այլն, եւ բազմաթիվ պատմվածքների։ Հեղինակենա Կաֆկայի ստեղծագործությունների մեծամասնությունը տպագրվել են հեղինակի մահից հետո։ 1854 թվականի այսօրն է ծնվել չեխ կոմպոզիտոր, երաժշտագետ, ազգագրագետ եւ մանկավար Լեոշ Յանաչեկը։ Նա գրել է բազմաթիվ գործիքային եւ վոկալ ստեղծագործություններ եւ նրա օպերաները պատկանում են 20-րդ դարի երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործությունների թվին։ Այսքանը օրվա օրացույցից արխիվում ժամը 10-ի լուրերի թողարկումն է, մնացեք հանրային ռադիոյի հետ, իսկ մենք կվերադառնանք լուրերից հետո։ Hold me in your heart.
dust flies, watch it burn. Don't waste time on feeling, use your passion, no return. Hold me in your heart tonight, and the magic of the dark moonlight. Save me from this empty fight. In the game of life, like a poem said by a lady in red, you hear the last few words of your life. With a haunting dance, now you're both in a trance. It's time to cast your spell on the night. Abracadabra, amor una na. Abracadabra, orta ugaga. Abracadabra, abra una na. In her tongue she said, "Death or love tonight." Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրը ներկայացնում է ժամի լուրերը, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Կառավարությունից այսօր հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան, նա մասնակցելու է Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Խամենեին սպանվել էր Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումների հետևանքով պատերազմի մեկնարկի առաջին օրերին։ Գործադիր երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցին արդյոք Իրանում երկկողմ հանդիպումներ նախատեսված են թե ոչ, վարչապետը արձագանքել բնականաբար շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են։ Տեղեկացնենք նաև, որ այս արարողություններին մասնակցելու են Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Միխայիլ Կավելաշվիլին եւ Իլհամ Ալիևը արդյոք լինելու է նրանց հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս հայտնի չէ։ Վարչապետը արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր սահմանադրության ընդունման։ Դրա մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Հայաստանում արդարությունը եւ արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին։ Լրագրողը հետաքրքրվել է ինչ գործիքակազմով է կառավարությունը պատրաստվում լուծել այս խնդիրը, հաշվի առնելով, որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը արդեն 8 տարի է իշխանության ղեկին է։ Վարչապետը նշել է, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները չեն կարող կատարել արդարադատության մարմինների դերը, հաշվի առնելով իշխանությունների բաժանման եւ տարանջատման սահմանադրական սկզբունքը։ Դժվար են պատկերացնում առանց նոր սահմանադրության այդ խնդիրների լուծումը։ Նոր սահմանադրության մեջ պետք է ներդնել երթվյալ ատենակալների ինստիտուտը, ասել է Փաշինյանը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու։ Խմբակցության ղեկավարի պաշտոնի համար բացի Արուսյակ Մանավազյանից առաջադրվել էր նաև պատգամավոր Արթուր Հովանիսյանը։
Երկու լուր միջազգային լրահոսից Ուկրաինայի վրա ռուսական գիշերային հարվածներից եւ հարձակումից հետո 4 զոհ եւ 10 վիրավոր կա, հայտնում է Reuters գործակալությունը։ Սահմանամերձ Սումիի մարզում բնակելի տանը հասցված ռուսական ԱԹՍ հարվածի հետևանքով 2 կին տարեց տղամարդ եւ 2 տարեկանը չլրացած աղջիկ են սպանվել, եւս 3 մարդ վիրավորվել է, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Վլադիմիր Զելենսկիի հայրենի Կրիվոյ հասցված հրթիռի հարվածից 7 վիրավոր կա, տեղեկացրել է քաղաքի պաշտպանական խորհրդի նախագահը։ Այսօր Ուկրաինայում սգոր է հայտարարված նախորդին մայրաքաղաք Կիևին ռուսական հարվածները ավելի քան 3 տասնյակ մարդու կյանք էին խլել։ Դա այս տարվա ամենամահաբեր ռուսական հարձակումն էր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Ֆրանսիան պատուհասել են անտառային հրդեհները, հարավում եւ հարավ-արևմուտքում մի քանի խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, դրանցից մեկի պատճառով մոտ 3000 մարդ տարհանվել է, հաղորդում է France Press-ը։ Կրակը ոչնչացրել է տասնյակ ավտոտնակներ եւ փոքր ամառանոցներ։ Մեկ այլ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 9 քառակուսի կիլոմետր բուսածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել են 100-ավոր հրշեջներ, տեխնիկա եւ ինքնաթիռներ։ Աշխատանքները բարդացնում է ուժեղ քամին։ Ֆրանսիայի վարչապետի խոսքով հրդեհները սկսվել են սպասվածից շուտ երկարատև շոկի եւ երաշտի հետևանքով։ Հիշեցնենք, վերջին շաբաթներին Եվրոպան պատուհասել են բարձր ջերմաստիճանը եւ անտանելի շոկը։ Այսքանը օրվա լրահոսից այս եթերաժամի համար խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր, մինչեւ ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ Donnez-moi une suite au Ritz, je n'en veux pas. Des bijoux de chez Chanel, je n'en veux pas. Donnez-moi une limousine, j'en ferai quoi? Pa, pa, la, pa, 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 la. Offrez-moi du personnel, j'en ferai quoi? Un manoir à Neuchâtel, ce n'est pas pour moi. Offrez-moi la tour Eiffel, j'en ferai quoi? Pa, pa, la, pa, 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 la. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. J'en ai marre de vos bonnes manières, c'est trop pour moi. Moi je mange avec les mains et je suis comme ça. Je parle fort et je suis France, excusez-moi. Fini l'hypocrisie, moi je me casse de là. J'en ai marre des lampes de bois. Regardez-moi, de toute manière je vous en veux pas. Et je suis comme ça. Je suis comme ça. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Je
clichés. Bienvenue dans ma réalité. Սուրճ ու սեր առավոտից։ 10:08 րոպե դուք լսում եւ դիտում եք Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորի թարգելի ռադիոլսողներ եւ ամենահետաքրքիրը, ովքեր մեզ ոչ միայն լսում են, այլև դիտում են, հիմա ասում են, «Էդ ինչ էր կատարվում ստուդիայում»։ Ով էր այդ մարդը, որ մոտեցավ Լուսինեին եւ Տիգրանին։ Մենք այս անգամ այնպես է ստացվել, բոնուս ունենք։ Երկրորդ խոսափողներն էլ կան մեզ վրա փակցված, բայց դա բոլորովին այլ պատմություն է։ Քիչ-քիչ մոտենանք իրական պատմությանը։ Դուք գիտեք, որ հանրային ռադիո լսում են ամբողջ աշխարհում եւ հիմնականում հանրային ռադիոն ծառայում է կամուրջ Սփյուռքի մեր հայրենակիցների եւ Հայաստանի հայրենիքի ինչեւ եւ հաճախ օդը ջուրը կանչում է Հայաստան։ Դա էլ կա եւ գիտես ինչ էի մտածում, շատ խորհրդանշական է, որ այսօր օրինակ Արգենտինայում նշում են հաղորդավարի օրը։ Արդեն Հայաստանում էլ են նշում։ Մենք էլ ենք նշում եւ խորհրդանշական է, որ մեր հյուրը հենց մեր գոլեգան է, հերավոր Կանադայից։ Մենք ունենք հյուր Radio Canada-ի առավոտյան ծրագրի հաղորդավար Պատրիկ Մասբուրյանին ենք ուզում ողջունել։ Բարի Լուիս։ Բարի Լուիս։ Բարի Լուիս։ Եվ թարգմանիչ Տաթևիկ Եղիազարյանը մեզ կօգնի հաղորդակցվել։ Բարև ձեզ։ Ողջույն, շնորհակալություն։ Մեր գործընկերը մեզ նման եւս արթնանում է շատ-շատ լուսաբացի, բայց որպեսզի մեծ Մոնրեալի ռադիոլսողներին ուղեկցի եւ տեղեկացնի նրանց։ Այո, եւ մի գաղտնիք էլ բացենք, իզուր չէր, որ սկսեցի Սփյուռքից, ասացի, որ հայրենի հողը կանչում է, որովհետեւ արմատները հայկական են։ Այո, նշենք, որ մեր գործընկերոջ ծնողները արմատներով հայ են։ Այո։ Եվ ասում ենք բարի գալուստ Հայաստան, welcome to Armenia։ Թեև ծնվել է Միացյալ Նահանգներում։ Այո, ծնվել է Միացյալ Նահանգներում, որ քամիներն են Միացյալ Նահանգներից օրինակ տարել մեր գործընկերոջը Կանադա։ Comment tu t'es retrouvé? Quels vents t'ont emporté des États-Unis au Canada? Ah, parce que je suis né aux États-Unis, c'est mes parents qui vivaient en Floride. Mon père, en fait, est un Arménien de Nice, en France. Ses parents sont des survivants du génocide, se sont installés sur la Côte d'Azur. Mes parents sont nés à Nice, se sont rencontrés, ont décidé de venir en Amérique. Ils ont commencé par le Québec, puis après, pour le travail, mon père est allé en Floride, mais il n'a pas aimé la mentalité américaine. Il est revenu au Québec. Ծնվել եմ Միացյալ Նահանգներում, որովհետև ծնողներս այնտեղ էին, չնայած ծագումով նրանք իհարկե վերապրած ցեղասպանությունը վերապրած ներիզավակներ են, բայց ապրում էին Նիսում, Կոտ դ'Ազուրում, այո, այնտեղ հանդիպեցին, հետո որոշեցին կյանքը փորձել նահանգներում։ Եվ հայրս չսիրեց իհարկե ամերիկյան մտածելակերպ։ Ու տեղափոխվեցին Կանադա։ C'est ainsi qu'ils se retrouvés au Canada. C'est ça, après ma naissance, ils ont décidé de revenir vivre au Canada. Սա առաջին այցն է Հայաստան, իսկ խնդրեմ մի փոքր պսի տպավորություններով կիսվի մեր գործընկերը։ C'est la première fois que vous êtes en Arménie? Non, c'est ma 5e fois en Arménie. 5-րդ անգամ։ Սա իրավիճակ է Je suis venu en 2002. Բայց ռադիո առաջին անգամ է մեզ մոտ եկել։ En tous les cas, à la radio, tu es pour la première fois. Ah oui, ça c'est pour la première fois à la radio, c'est sûr. Ճիշտ այդպես։ Իմիջայլոց իմ գործընկերը Տիգրանը նշեց, որ նայել է Արտնանում վաղ առավոտյան, որպեսի ողջունի արդեն Կանադայի ռադիոլսողներին, այդ վաղ առավոտյանը իրենց մոտ ժամը քանիսին է, որովհետև հստակ տարբերվում է մեր առավոտի ժամերը եվրոպական։ C'est une émission matinale et on a parlé du fait de se lever tôt et qu'est-ce que ça veut dire se lever tôt pour la mentalité canadienne ou quels sont les horaires, qu'est-ce que ça veut dire une émission matinale au Canada? Ça veut dire beaucoup de violence. Beaucoup de violence pour le corps. Moi, je me réveille à 3h30 du matin. Je suis dans mon studio à 4h30, puis mon émission de radio commence à 5h30. Ուրեմն մի բառով դա նշանակում է բռնություն մեծ քանակությամբ, որովհետև արթնանում եմ 3:30, 4:30 ճանապարհ եմ ընկնում եւ ժամը 5-ին արդեն սկսվում է։ Մենք իրավունք չունենք բողոքելու։ Nous n'avons pas le droit de nous plaindre. Non, d'autant plus que je les écoute depuis tout à l'heure, puis je les trouve très réveillés, contrairement à moi.
Առավել եւս որ արդեն որոշակի ժամանակ հետևում եմ ձեր զրույցներին եւ գտնում եմ որ լավ արթուն եք արդեն Վեցից նախապատրաստ։ Moi, à cette heure-ci, 10 heures, je commence déjà à penser à la sieste. Զմա ես ժամը 7-ին 10-ին արդեն մտածում եմ որ կարելի է կեսօրվա քուն մտնել։ Շատ լավ է մտածում, եթերից հետո մենք էլ ենք զգում, որ սպառված ենք, բայց եթերն ունի իր կախարդական ուժը եւ մենք եթերից էներգիա ենք ստանում, գերակտիվ ենք լինում։ C'est une pensée très juste, mais être en direct, il y a une force magique qui nous donne de l'énergie également. Oui, exactement, l'adrénaline, puis moi aussi, je fonctionne beaucoup avec ça. Կա այդ մոգական ուժը։ Մեր գործընկերը ինչպես նաև մենք եւս հեռուստատեսությունում է աշխատում զուգահեռ եւ մի հարց պետք է ուղղեմ, որը մեզ էլ են շատ հաճախ տվել այդ հարցը։ Ռադիո թե հեռուստատեսություն իր համար։ Comme vous ainsi que nous on travaille également à la télé aussi et à nous on pose souvent la même question qu'on va adresser à vous maintenant. C'est la télé ou la radio? Moi je préfère la radio. Parce que à la radio, non, je préfère la radio pour la simple et bonne raison qu'à la radio, c'est sans filet. Tout s'entend, tu comprends? Tu peux pas mentir ou tricher ou maquiller les choses à la radio. Les auditeurs, ils sont capables de tout ressentir et percevoir. Alors, c'est une vérité totale. Միանշանակ եւ անշուշտ ես ընտրում եմ ռադիոն, որովհետեւ ռադիոն անմիջական է եւ ռադիոյով հնարավոր չի կեղծել, ստել, որովհետեւ չկա որևէ ֆիլտր եւ ընթերցողը զգում է ամեն ինչ։ Դուք շատ լավ նշեցիք ընթերցողը, գուցե պատահական ստացվեց, բայց մեր ավագ գործընկերներից մեկը ասում էր ռադիոն գիրքն է, հեռուստատեսությունը ֆիլմը։ Արդյոք համամիտ է այդ բնորոշման հետ։ Tout à l'heure, j'ai fait une erreur de traduction. Au lieu de dire auditeur, j'ai dit visionnaire. Et c'était pas une faute de hasard, comme mentionne Luciné, parce que ils ont un collègue qui appelle ça un film, l'émission radio comme un film du cinéma. Film intérieur. C'est le film intérieur qu'on se projette nous-mêmes. Դա ներքին ֆիլմ է, որը մենք ինքներս մեզ ցուցադրում ենք։ Եվ իհարկե լինում ենք նաև մենք ընկերն ենք ռադիոլսողի, որտեղ ես հիշում եմ տարիներ առաջ մի ռադիոլսող զանգարեց, ասաց շնորհակալ եմ ինձ որպես ընկեր, ասացի ոնց մենք ճանաչում ենք իրար, նա ասաց ոչ, ռադիոն իմ ընկերն է։ Դուք խոսում եք հենց ինձ հետ։ Aussi, on a des auditeurs, comme il y en avait un qui nous a appelé il y a quelques années en disant « Je vous remercie mes amis ». Et moi, j'ai demandé, est-ce qu'on se connaissait? Il dit, non, mais de l'autre côté, la radio, c'est mon ami. Donc, la radio, c'est aussi un ami. Absolument, parce que la radio, c'est le plus intime des moyens de communication. C'est rare qu'on écoute la radio en famille ou entre amis. Contrairement à une émission de télé, on va aller au cinéma en famille ou entre amis, on va regarder une émission de télé, un match de foot par exemple entre amis, mais la radio c'est un plaisir solitaire. Et donc on écoute ça lorsqu'on est seul et forcément la communication devient plus intime. Միանշանակ ռադիոն ամենամտերմիկ երևի միջոցներից է մարդու հետ հաղորդակցվելու, որովհետև հեռուստատեսությունը կարող ենք ընտանյոք դիտել, ինչ-որ ֆիլմեր եւ այլն կամ ընկերների հետ գնալ ֆուտբոլի մաչ եւ այսինքն կիսել ամեն ինչը, բայց ռադիոն հենց անմիջապես մարդու համար է ստեղծված, որ նա զգացումը գնա ուղիղ։ Ինչն է ձեզ ամենից շատ ոգեշնչում։ Օրինակ, ես հասկացա տարիներ առաջ, երբ ռադիոլսողներից մեկը զանգահարեց, ասաց, որ փրկում ենք մենք իրեն միայնությունից, նա մենակ է ապրում, եւ եթե մենք չլինեինք, գուցե ինքը շատ դժբախտ լիներ։ Ստացվում է այնպես, որ դու ակամայից ուզես թե չուզես, դառնում ես նրա օրվա կարևոր բաղկացուցիչ մասը, եւ մենք կեսկատակ ասում ենք, մեր ռադիոլսողները մեզ սեփականաշնորհել են։ Արդյոք այդ մտերմիկ հարաբերություններն են նաեւ Կանադայում ռադիոլսող հաղորդավար հարաբերություններում։ Qu'est-ce qui vous inspire de plus dans les relations auditeurs-animateurs? Parce que on a parfois l'impression que nos auditeurs, ils nous ont privatisés parce qu'on reçoit les appels quand ils disent « Vous êtes mon seul ami, vous m'avez sauvé de la solitude, vous avez sauvé ma vie. » Donc, il y a ces sentiments aussi. Pour vous, qu'est-ce que ça représente? Ben, pour moi, ça représente l'essence même de la communication radio. Parce que, dans le fond, qu'est-ce qu'on fait? On essaye de faire une différence dans la vie des gens. Oui, socialement,
Moi, par exemple, j'aborde l'actualité internationale, nationale, les choses qui se passent dans la société québécoise et particulièrement dans ma ville à Montréal. Mais à travers tout ça, j'essaie aussi d'insuffler une joie de vivre. Et donc, c'est ma petite contribution au mieux-être de la société. Oui, comprendre les choses compliquées, mais aussi faire en sorte que les gens puissent avoir un sourire le matin. Et ça, c'est la petite pierre que j'ajoute à l'édifice social. Ես կարծում եմ, որ այստեղ ռադիոյի ազդեցությունը ուղղակի է, որովհետև կյանքի մասնակցելու համար, ենթադրենք ես Մոնրեալում, կարող եմ տարբեր հասարակական օղակների մեջ ներգրաված լինել, աշխատանք եւ այլն, քաղաքական հարցեր ուսումնասիրել եւ այդ ամենը, բայց իրականում ինչ է ստացվում, ինչով եմ ես ներդրումս անում, դա առավոտյան մարդկանց դրական էներգիա փոխանցելն է comme nous. Oui, exactement, avec des sujets différents, mais comme vous, le monde va aller mieux si les gens sourient plus. Ինչպես դուք, որովհետև ժպիտ առավոտվա աշխարհը ավելի լավ կդառնա, եթե մարդիկ ավելի շատ ժպտեն. Il y a beaucoup de hargne en ce moment dans le monde, beaucoup de violence. Je pense qu'il faut apaiser tout le monde. Հակասությունները, բռնությունները շատ են տվյալ պահին, կարծում եմ պետք է խաղաղացնել։ Եվ ամեն առավոտ, եթե մենք արթնանանք շնորհակալության զգացումով եւ ասենք շնորհակալություն, որ այս առավոտն ենք տեսել, ժպիտ առաջացնելով գալ եթերի, օրինակ ինձ ու Տիգրանին ոգեշնչում է եւ մենք էներգիայով լի գալիս ենք եթերի, որովհետեւ մենք ճանապարհն ենք միասին գալիս։ Տիգրանը ինձ վերցնում է իր մեքենայով, մենք զրուցելով, լավ տրամադրությամբ հասնում ենք աշխատավայր։ Ինչն է մեր հյուրին ոգեշնչում մինչ եթերը, ինչով է ոգեշնչվում։ Ce qui est important aussi comme sujet, comment s'inspirer avant d'arriver au studio. Elle dit par exemple, Tigran et moi, on n'habite pas loin l'un de l'autre et on fait notre chemin ensemble. On se réveille déjà, on remercie le ciel qu'il y a encore une journée, on s'est réveillé, on fait le chemin ensemble. On arrive donc de bonne humeur. Qu'est-ce que vous faites pour arriver de bonne humeur au studio? Je me peigne. Ça nerveux. Je prends soin de mes cheveux, c'est très important. Je choisis bien mes chaussures. Très important les chaussures, même quand on fait de la radio. Et effectivement, pour la radio, les chaussures sont très importantes. Oui, moi je connais des animateurs qui animent pieds nus ou en sandales, je ne comprends pas comment ils font. Գիտեմ մարդկանց, որոնք կամ ոտաբոբիկ կամ սանդալներով են վարում, ես չեմ հասկանում ինչպես են անում։ Ախր կերպարը ամբողջական չի լինում այդ պարագայում։ On peut pas compléter l'image dans ce cas-là. Et plus important, je ris beaucoup avec mon équipe. On a beaucoup d'humour, puis on fait beaucoup de blagues, même des blagues cyniques sur l'actualité. C'est une façon d'équilibrer le drame là, qui nous est proposé dans l'actualité de tous les jours. Եվ թերևս ավելի կարևոր գործում շատ եմ ծիծաղում գործընկերներիս հետ, մեր թիմը անընդհատ։ Վայ դուք մենակ չեք կատակներ։ Դե լավ, քանի որ հասանք ծիծաղներին, ծիծաղին եւ կատակին։ Non, on rit même des choses les plus graves parce que c'est comme une hygiène. Նույնիսկ ծանր բաներից ծիծաղում ենք հիգիենայի նման։ Mais on fait ça hors micro par exemple. Բայց Միկրոֆոնից դուրս։ Դա բնականաբար։ Պատրիկը ինչ կհիշի իր եթերային ձախողումներից օրինակ։ Չէ, ես ուզում եմ խնդրեմ զավեշ տալի, որովհետև որ եղել է հենց ուղիղ եթերում։ Est-ce qu'il y a eu un incident, quelque chose de mal prévu, mal entendu, en direct? Est-ce que vous avez un souvenir de quelque chose qui n'est pas allé comme il fallait? Oui, je me suis déjà adressé à quelqu'un dans une ville canadienne, puis j'avais pas compris où il était, puis je m'obstinais. Lui, il me disait qu'il était à Saint-Jean au Nouveau-Brunswick, parce qu'il y a 2 villes Saint-Jean au Canada. Il y en a une au Nouveau-Brunswick, qui est une de nos provinces. Il y en a une à Terre-Neuve, qui est une autre province. Et moi, je ne savais pas que ça existait Saint-Jean au Nouveau-Brunswick. Alors lui, il me dit, je vous parle de Saint-Jean au Nouveau-Brunswick, puis je me suis obstiné avec lui pour le changer d'endroit géographiquement, jusqu'à ce que je découvre que je ne connaissais pas le Canada finalement, à qui je m'adressais.
Եղել է հետևյալը, հետ զրուցում էր ով զանգել էր ուղիղ եթեր, ասում էր, որ Սեն-Ժան քաղաքից է, իսկ ես չգիտեի, որ Կանադայում կա երկու քաղաք Սեն-Ժան, մեկը Նյու Բրոնսվիկում էր, մյուսը ուրիշ տարածաշրջանում, j'ai oublié c'est quoi L'autre c'est à Terre-Neuve, c'est comme s'il y avait deux villes avec le même nom. Ստացվեց երկու քաղաք նույն անունով, եւ ասում եմ, ես պնդում էի անընդհատ որ Իրան ուզում էի ուրիշ աշխարհագրական քաղաք տեղադրել։ Plus récemment, j'animais puis j'ai fait un bruit de cochon pendant que je parlais. Վերջերս էլ երբ խոսում էի, ասում եմ խոզի ձայն հանեցի։ Et je sais pas d'où c'est sorti, mais ça a fait comme le son d'un cochon. Puis là, toute mon équipe autour de moi, ils savaient pas comment réagir jusqu'à ce que je rie moi-même. Alors là, tout le monde s'est mis à rire. Չգիտեմ որտեղից դուրս եկավ եւ ոնց եղավ։ Non, le cochon c'était spontané, mais ma spécialité c'est la chèvre. Moi je fais la chèvre. Խոզը դա իմպրովիզացիա էր, ասում եմ դա պատահական եղավ։ Իմ մասնագիտությունը այցն է։ Ոնց այցն է։ Կոմա։ Բրավո, մենք ունենք ծափարություններ այստեղ։ Մենք ծափարում ենք դες հիմա on-line հատակում։ Եթերում ծափարությունների հնչյուններ են։ Տեսնում ես, հասովելու լիքը բան է։ Շատ ունենք, միանշանակ եւ առհասարակ փորձի փոխանակումը հիանալի բան է։ Ինչը զարմացրեց ձեզ մեր եթերում, մինչեւ եթերը մենք ունեինք ժամանակ եւ բավականաչափ զրուցեցինք, ինչը զարմացրեց ձեզ հայկական եթերային իրականությունում։ Qu'est-ce que vous avez surpris dans la réalité de live arménien, de radio live arménien? De la radio ou la radio en direct, maintenant. En ce moment, là? Oui. Mais cette chepman c'est dans la communication. De ce que je suis témoin depuis tout à l'heure, leur grande aisance, je trouve qu'ils sont, ça paraît qu'ils ont énorme. Moi, ça fait 20 ans que je fais de la radio. Puis je suis encore des fois nerveux quand j'anime. Eux, je les sens très à l'aise. J'aime beaucoup leur complicité. J'aime beaucoup aussi quand on a une approche musicale de l'animation. On varie les tons, on peut être un peu plus léger, des fois un petit peu plus sérieux. Ça, j'aime beaucoup ça. Et puis la bonne humeur. Je trouve qu'il y a beaucoup de joie de vivre dans ce qu'ils communiquent. Առաջին ամիջականությունը իհարկե զարմացրեց, ասում եմ 20 տարի ինչ վարում եմ հաղորդումները, մեկը անհանգստանում եմ եւ այլն, եկա տեսա դուք ինչպես եւ հետո որ ձայնը եւ երաժշտությունը դուք տարբեր տոներ եք դնում եւ այլն, դա շատ կարեւոր է։ Ça a l'air facile. Եվ տպավորությունը որ հեշտ է։ Et la radio, c'est bon quand ça a l'air facile. Ռադիոն էլ համարվում է լավ, հաջողակ, երբ տպավորությունը որ հեշտությամբ է։ Quand ça ressemble à la vie de tous les jours. Երբ նմանվում է առօրյա կյանքին։ Շնորհակալ ենք, ձեր հաճախ ասում են ինչ են անում, որ գնում են, խոսում են, դուրս են գալիս, էլի, բայց իրականում այդպիսի մասնագիտություն չկա, որ դժվարություններ չունենա, ուղղակի պարզապես պիտի սիրես եւ տիրապետես քո մասնագիտությանը, այդ ժամանակ այո, այդպիսի տպավոր է։ Սա իրապես կոմպլիմենտ էր գործընկերոջից, դրա համար շնորհակալություն։ On a reçu un compliment de la part d'un collègue, on vous remercie. Merci à vous. Merci beaucoup. Ինչ պլաններ ունի մեր հյուրը եւ ուր է հասցել այցելել եւ դեռ ուր է ուզում այցելել բացահայտելու Հայաստանը։ Quels sont les Հայաստանը։ plans de notre invité en Arménie? Qu'est-ce qu'il a visité déjà et qu'est-ce qu'il veut visiter encore? Ben, vous êtes les premiers qu'on rencontre. Առաջիններն եք, որ հանդիպում ենք։ Մեծ պատիվ է։ On va aller visiter la vieille ville aujourd'hui, ensuite le mémorial du génocide. C'est quand même important parce que notamment j'ai apporté les cendres de mon grand-père, celui qui m'a raconté l'histoire du génocide. Il voyage avec moi, donc on va aller faire un tour là, puis on passe la soirée avec mon ami Rafi. Ça, c'est le programme de la première journée. Ուրեմն ձեզանից հետո որը շատ հաճելի էր գնալու ենք քաղաքով զբոսնել, հին թաղամասները որոնք կան, հետո անպայման ցեղասպանության հուշահամալիր, որովհետև նաև ասում եմ ես բերել եմ իմ պապու աչու, այսինքն այրված բանը Մենք հասկացանք։ Եվ աճյունը եւ ասում են նա իմ հետ նա է ինձ պատմել ցեղասպանության մասին եւ ճանապարհորդում է իմ հետ այնպես որ անպայման դա շատ կարեւոր է, հետո երեկոյան ընկերների մոտ ընթրիքի։ Սկսվում է խնջույքը երեկոյան։
La fête commence le soir. Քանի որ առաջին անգամ չեք Հայաստանում, վստահ եմ փորձել եք հայկական խոհանոցը, իսկ մենք գիտենք, որ զբոսաշրջիկների համար առանձնահատուկ է Հայաստանում արևը, մարդկային ջերմությունը եւ համեղ ուտեստները։ Այ որ ուտեստն է ամենից շատ սիրում կարոտում։ Comme vous n'êtes pas pour la première fois en Arménie, je suis sûre que vous avez goûté à la cuisine arménienne. Et il y a notre soleil qui est dedans. Et qu'est-ce que vous aimez surtout dans la cuisine arménienne? Ben là, j'ai mangé hier d'excellents tolma, fait que ça, j'adore ça. Ça, c'est ce que j'aime beaucoup. J'aimerais qu'il y ait une version végétarienne, par exemple. Ça semble un peu plus difficile à trouver. Et puis, j'ai très hâte de manger des horovats aussi. Moi, j'adore la viande, mais surtout quand on peut manger de manière un peu carnivore, là, tu sais, là, directement sur l'os. Ուրեմն տոլման հասկացակ կցանկանար որ լինի նաև առանց մսի տարբերակները ավելի մատչելի, այո, եւ միսը իհարկե խորովածը, որը ճիշտ է սպառել ավելի ավանդական ձևով։ Իսկ խաշ փորձել եք։ Ես եմ։ Est-ce que vous avez goûté au khash? Այդ զմրանը որ կամ այսօր մենք հրավիրում ենք ձեզ զմրանը հրավիրում ենք Invite en hiver. Ինչ է khash? Խաշը հայկական ավանդական ուտեստ է, շատ գուցե տարօրինակ չի հիմա որ նկարագրենք։ Խաշ ուտում են վաղ առավոտյան, որպեսզի օրգանիզմը հասցնի մարսել եւ շոկ ժամանակ չեն ուտում այդ խաշը։ Իրականում նախկինում շատ օգտակար է ոսկորների համար, ասում են։ Հիմա ոնց բացատրենք խաշ։ Խոլեստերինը դե կովի ոտքերից կովի ոտքերը պատրաստված շատ վատ է հնչում, հա այդքան հետաքրքիր չի, բայց պետք է փորձել։ Ամենից շատ կարևոր է խաշի ավանդույթը։ Այո։ Հիմա շատ կարճ պատմենք, Չոր լավաշ ժամանակ թարգմանեք, այստեղ խաշը մենակ չեն ուտում։ Մեղք է մենակ խաշ ուտելը, խաշ ուտում են կոլեկտիվով, ընկերական շրջապատում։ Khash, c'est un repas traditionnel qui est au fait pour faire rire, on peut dire c'est les pieds de vache, quoi. Et on le mange en hiver, c'est riche en cholestérol, mais on dit que c'est très bien pour les os. Et c'est surtout le rituel qui compte. Moi, j'adore les rituels autour de la nourriture, là. Շատ եմ սիրում ռիտուալները ուտելիքի Զմրանը գաք Հայաստան իմացեք մենք հրավիրում ենք ձեզ խաշի կարևոր Vous êtes invité en hiver. Բաղկացուցիչ մասն է սխտորը, որ անպայման պիտի լցնես խաշի մեջ եւ չորացրած լավաշը խշխշան էսպես փշրում ես լցնում ես լավաշը էսպես ճփում է եւ սկսում եք ընկերներով ուտել իհարկե ուղեկցվում է ոգելից խմիչքով միանշանակ Absolument, faut mettre de l'ail. Du pain lavage qui est sec et il fait le bruit, on le met dans cette soupe et bien entendu ça s'accompagne par l'alcool. Ah oui, beaucoup d'alcool. La vodka. Hein? Il faut corriger l'erreur et il faut goûter. Puis là j'aimerais manger aussi le mante, hein, ça les raviolis, les petits raviolis, j'aimerais ça. Et puis il y a plein de choses que je veux manger. Շատ բան կուզեի դեռ ուտել, Mais le problème aussi, c'est que ici, le repas, c'est pas le même rythme qu'en Amérique. Hein? En Amérique, on mange en 10, 15, 20 minutes, tandis qu'ici, le repas, c'est au moins 4 heures. Խնդիրը հետևյալն է, որ նույն ժամանակը չի գնում, ինչ Ամերիկայում ասենք, ընդեղ 10-15 րոպե է տրամադրվում ուտելուն, իսկ այստեղ 3-4 ժամ։ Ոնց, պատամեց արարողություն է, ոնց կարելի արագ ուտել, պիտի վայելես։ On peut pas manger rapidement. Ben non, c'est un sacrilège. On passe à côté de l'essentiel, que la nourriture, c'est le prétexte pour les rencontres. Alors voilà. Պաստորեն, այսպիսով Ամերիկայում շատ բան կորցնում ենք, որտեվ կողքով ենք անցնում, ուտելիքը դա հանդիպելու պատրվակ է, այո, հնարավորություն։ Ինչ եք տանում Հայաստանից ամեն անգամ, երբ գալիս եք, ձեզ հետ ինչ եք Հայաստանից տանում։ Qu'est-ce que vous emportez avec vous chaque fois quand vous venez, vous partez d'Arménie? Ben, je l'ai dit tout à l'heure, j'apporte mon grand-père. Et tu pars quand tu pars? Moi, ben, les fois précédentes, je suis toujours reparti avec lui. Peut-être qu'un jour, je vais le laisser ici. Ինչպես ասեցի, մեծ պապուս բերել եմ, իր հետ գնալու եմ, այո։ Կարող է մի անգամներից մեկը ստեղ իրան թողնեմ։
Օ, նույնիսկ այդպես, հետաքրքիր էր, չէինք սպասում նման պատասխան։ Շատ անսպասելի պատասխան։ Թույլ տվեք ջերմ ողջույններ փոխանցել 100-ամյա հանրային ռադիոից Կանադայի ռադիո լսողներին եւ շնորհակալություն հայտնել հետաքրքիր զրույցի եւ այցելության համար։ Salutations de notre radio centenaire aux auditeurs de la radio canadienne et les meilleurs souhaits. Merci beaucoup. Merci. Եվ մաղթում ենք բազում անխափան եթերներ ձեզ, մեզ, որովհետև մեր աշխատանքը շատ կարևոր է Մենք շատ ռադիոլսողների միացնող ընդհանուր բաներ ունենք։ Je recommence la radio le 17 août et je vais saluer mes auditeurs en leur honneur. Օգոստոսի 17-ին սկսելու եմ իմ աշխատանքը, վերսկսելու եւ առաջինը ձեր կողմից Գողջունեմ։ Շնորհակալ ենք։ Ռադիո լսողներին հիշեցնենք, որ մենք զրուցում էինք Radio Canada-ի առավոտյան ծրագրի հաղորդավար մեր գործընկեր Պատրիկ Մազբուրյանի հետ, մեզ օգնեց նաև հաղորդակցվել թարգմանիչ Տաթևիկ Եղազարյանը։ Մնացեք մեզ հետ, ամեն ինչ դեռ առջևում է։ Սուրճ ու սեր առավոտից։ I get wings to fly. Oh, I'm alive. When you call on me, when I hear you breathe, I get wings to fly. I feel that I'm alive. When you look at me, I can touch the sky. I know that I'm alive. When you bless the day, I just drift away. All my worries die. I'm glad that I'm alive. You've set my heart on fire, filled me with love, made me a woman on clouds above. I couldn't get much higher. My spirit takes flight, 'cause I am alive. Oh, when you call on me, when I hear you breathe, I get wings to fly. I feel that I'm alive. I am alive. When you reach for me, grace and spirits rise. God knows that
ու սեր առավոտից։ 10:37 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Ովքեր դիտում էին, տեսան թե ինչ իրարանցում էր մեր ստուդիայում, որովհետեւ ոչ միայն Պատրիկն էր մեր ստուդիայում, այլև մի ամբողջ նկարահանման խումբ, նկարահանվում էր նաեւ ֆիլմ, որը ցուցադրվելու է արդեն Կանադայում եւ մենք հայտնվում ենք ակամայից այդ ֆիլմում։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ մեր գործընկերներին ջերմ մոտեցման լավ խոսքերի համար եւ մեզ հետաքրքիր։ Մեզ ողջևորելու ու ողջշնչելու համար իրականում այո, այսօր սովորականից ավելի ակտիվ ենք եւ դա պայմանավորված է ջերմ շփմամբ, որովհետեւ երբ հանդիպում ես շփտերես մարդկանց, անկեղծ մարդկանց, ակամայից այդ ամենը փոխանցվում է ձեզ, մենք էլ մեզ եւ դա էլ մենք փոխանցում ենք ձեզ, հարգելի ռադիոլսողներ, եւ իհարկե մեզ համար մեծ փորձառություն է հյուրընկալել կամ շփվել մեր մյուս երկրների գործընկերների հետ, փաստորեն մեր վիճակը բավական լավ է, Տիգրան ջան, մենք Մարդիկ ժամը 3-ից են արթնանում, որ 6:40 եմ օրինակ ես արթնանում։ Մենք շարունակում ենք 10:38 եւ ունենք այս պահին թարմացումներ։ Էլի ուզում ես խցանումներին վերադառնալ։ 7 բալ պահպանվում է խցանումային։ Ես ուզում եմ բայց նաեւ արագ հայտնել, որ Մանուկ Աբեղյան դպրոցի մոտ Խանջան փողոցի վրա ունենք այս պահին ավտովթար, եթե այդ ճանապարհով պետք է ընթանաք, ապա փոխեք ձեր ուղղությունը, քանի դեռ խցանումը ձեզ չի խժռել, ինչպես ասում են։ Խցանումը վաղուց խժռել է, ուղղակի պետք է լավ տրամադրությամբ ամեն ինչ անցկացնենք, փորձենք անջատել մեր նյարդերը եւ ասել ոչինչ սա էլ կանցնի։ Դե հիմա այդպես էլ է լինում։ Հիմա որ նյարդայնացանք ինչ որ բան փոխվելու է։ Չէ, խոսքը նյարդան այլ տեղեկացված լինելու մասին է։ Շատ կարևոր է դա իհարկե։ Այո, որ ունենք վթար, եթե գնում եք, ապա շրջանցեք այդ ճանապարհատվածը, դե իսկ այս պահին էլ 27 աստիճան տաքություն է Երևանում, լավ որ բոլորիս։ Մենք շարունակում ենք։ alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. My name is Macarena. Always at the party con las chicas que son buenas. Come join me, dance with me, and all you fellas chant along with me. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas.
alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena. Macarena. Սուրճ ու սեր առավոտից։ 10:43 Սիրով ենք ասում բարի լույս բոլորին։ Եվ կարծում եմ դուք էլ ինձպես ակտիվ ռիթմերի ներքո չէիք կարող ուղղակի հենց այնպես նստել, դրա վառ ապացույցն է Էդիկ Բաբուջյանի գրառում է, ասում է Տե Տիգրանի երաժշտական ճաշակը ինչպես միշտ փայլում է ուրա ուրա ուրա։ Շնորհակալ եմ։ Այնպես չի որ այդ երգերը մեր նախընտրած երգերը չեն, էլի։ Ինչքան կարևոր է ցանկացած խոսք, հատկապես առավոտյան, երբ մեկս մյուսին ասում ենք։ Դե այսօր վառ ապացույցներ, թե որքան հաճելի էր, երբ միմյանց ամեն ինչ կյանքում փոխադարձ է։ Եվ փոխադարձ է նաև դրական էներգիան, շնորհակալ լինելը, ոգևորելն ու ոգեշնչելը, հաճախ կարող են մարդիկ ուղակի իրենց մեկ բառով ոգևորել ու ոգեշնչել մարդուն։ Այո, մեկ բառով կարող են դարձնել մարդուն երջանիկ։ Այո։ Ինչպես դա եղել է վերջերս, իդեպ Լյուիս Համիլտոնն է խոստովանել, որ Քիմ Քարդաշյանն է իրեն երջանիկ մարդ դարձրել։ Օ, ապրի Քիմը։ Պատկերացնում ես։ Ինչ է ասել։ Լյուիս Համիլտոնը հուզիչ ակնարկ է արել Քիմ Քարդաշյանին Սիլվերստոունում բրիտանական Grand Prix-ից առաջ բեմում 41-ամյա վարորդը բառացիորեն փայլում էր ուրախությունից եւ չի կարողացել դիմադրել Քիմին շնորհակալություն հայտնելու գայթակղությանը, երբ դուրս է եկել ամբողջի մոտ հայտնիների, ամբողջի մեջ գտնվող երկրպագուներից մեկը հարցրել է Լյուիսին. «Վերջերս դու շատ ավելի երջանիկ ես թվում, ինչ կապ ունի դա դրա հետ, գուցե աղջիկն է պատճառը»։ Գիտես թե ինչու է նա հարցնում, նա պարզապես ուզում է իմանալ, թե արդյոք Քիմին երկու սրբիչ է պետք թե ոչ, կատակել է հեռուստամեկնաբան Դեյվիդ Քրոֆթը։ Եվ Լյուիսը ծիծաղել է, այո, լավ կատակ է, նախքան իր թիմի մասին ջերմորեն խոսել է։ Երբ 1 տարի ես անցկացնում էի այս թիմի հետ, Ferrari-ն բոլոր ժամանակների ամենանշանավոր թիմն է եղել եւ նրանք դժվար ժամանակներ են ունեցել։ Նրանք ֆանտաստիկ թիմ են եւ ես շատ լավ եմ ընդունել։ Առաջին տարին ակնհայտորեն շատ դժվար էր, բայց աներևակալիորեն պարգևատրող է վերջապես տեսել, որ մեր ներդրած քրտնաջան աշխատանքը մեզ վերադարձնում է այնտեղ, որտեղ մենք պետք է լինեինք։ Եվ բնականաբար այդ ամենի Գիզակետում կանգնած է Քիմ Քարդաշյանը իր ոգևորիչ խոսքով, հայացքով եւ ժպիտով։ Դե գիտի էլի ինչպես ոգևորի մարդուն, իսկապես մեկ բառը կարող է կամ մեկ գործողությունը կարող է մարդուն իսկապես թևեր տա, ոգեշնչել։ Ամեն ինչ Քիմի մասին ասել է նա։ Տեսնում ես։ Ինչ հաճելի է, որքան հաճելի է։ Քեզ բավարար է մեկ բառը, որպեսզի դու երջանիկ դառնաս։ Ինձ էլ է բավարար։ Դե շատ լավ է։ Իրականում այն, որ մարդը չի կորցրել փոքրիկ, բայց կարևոր մանրուքներից ուրախանալ, դա երջանկություն է։ Երբ կորցնում ես այդ ամենը, իրավամբ շատ դժվար է դառնալ երջանիկ։ Չէ, որ բառը իսկապես մեկ խոսքը ուժ ունի եւ իսկապես նաեւ զենք է, կարող է բուժել, կարող է տապալել, կարող է ոգևորել, կարող է երջանկացնել, դա փաստ է։ Շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ, հիշեք, մենք այսօր հայտարարել ենք, որ այսօր հաղորդավարների օրն է։ Այո։ Գնացինք։ Give him
Your husband is coming. Սուրճ ու սեր առավոտից։ 10:49 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոն։ Եվ իհարկե, մենք ունենք զանգ, այս պահին ողջունում ենք Տիկին Անահիտին, ասում ենք բարի լույս, դուք ուղիղ եթերում եք Տիկին Անահիտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Լավ, հրաշալի, չի զգացվում։ Այո, իհարկե, ես հանկարծ լսեցի, որ այսօր հաղորդավարների օրն է։ Արգենտինայում են նշում, մենք էլ Մենք էլ որոշեցինք, իսկ ինչի մենք չստանանք Ինչու մենք էլ չնշենք։ Ասեմ չեք հավատա, վկայ է Աստված առավոտից հանրային ռադիոյի լեգենդար հաղորդավարների հետ էի մտքով մտածում եմ, էլի շաբաթվա բոլորերին էր աշխատում Սարգիս Նաջարյանը, Ռոզա Ղարիբյանը, մյուսները ու շատ արագ մի զավեշտանի դեպք պատմեմ, երբ որ շաբաթ օրը առավոտյան 7-8 րոպեին ծրագրերից անոցում էր լինում, անհամբեր սպասում եմ, ասում եմ միա տեսնենք ժամը 11-ին ռադիոթատրոնն է լինելու, որն է այս ռադիոթատրոնի օրը, որ Սպանեիր Կիմա Մուրադյանը, ինչ շատ սիրելի հաղորդավարը, երբեք ռադիոթատրոնի վերնագիրը չէր ասի։ Ես սպասում ու ես որ ասում հույսերս իջիկ էին դառնում, ստիպված մի սպասում մինչև 11-ը տեսնեմ թե ռադիոթատրոնի բանը որն է, մեր բոլոր հաղորդավարներին, իսկապես այսօր մենք այնքան իրավունք ունենք հաղորդավարների նշելու, որտեղ հանրային ռադիոն 100 տարեկան է, ես երբեք անգամ այն հաղորդավարները, որ այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, երբեք նրանց մասին անցյալով չեմ խոսում։ Կամ մեր որովհետև մեղք է այսպիսի լեգենդների մասին խոսել անցյալով Ջոն Հակոբյան, Սուրեն Պետրոսյան, մյուսները, Տիգրան ջան, Լուսինե ջան, հիմա քանի որ դուք եք եթերը, ես շնորհավորեմ ձեզ։ Շնորհակալություն։ Ռադիոն այսօր 100 տարեկան է։ Այո։ Եվ այսօր ավելի շատ շնորհավորում ձեզ պատկանում ոչ ինչ Արգենտինայի օրինակը թոմես մոտել լինի լավ օրինակը։ Լավ եղեք ձեզ լավ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ եւս լավոր մեր մշտական անդավաճան ռադիոլսողը, որ գիտի ամեն ինչ վերաբերող մեր ռադիոյի պատմությանը։ պատմությանը։ Ինքը մեր մասին ավելի շատ բան գիտի, քան ինքներս մենք մեր մասին։ Շնորհակալ ենք, դες մենք կրկին անդրադառնում ենք լրահոսին, այս անգամ մարզական լրահոս։ Այո։ Եվ ֆուտբոլից պետք է խոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան 1/16 եզրափակչի վերջին 3 հանդիպումները։ Որքան վերջին է մոտենում, այնքան թեժանում է եւ ֆուտբոլասերներից օրինակ ես մի քիչ հեռու եմ մնում, որ հանկարծ ագրեսիան չզգամ էլի լարվածությունը այդ նրանք լարված են իրենց թիմերը պիտի հաղթեն, նյարդայնանում են, չեմ հասկանում, բայց 3 հանդիպում ունենք այսօր Ավստրալիա-Եգիպտոս Երևանի ժամանակով խաղեն կարող եք հետևել ժամը 22-ին Արգենտինա Կաբո Վերդե դա արդեն կլինի հունիսի 4-ին, որովհետև գիշերը ժամը 2-ին է եւ Կոլումբիա Գանա եւս գիշերը լուսադեմ 5:30-ին։ Այս 3 խաղն է մնացել։ Բայց ասեմ քեզ հազարավոր մարդիկ կան, որ այսօր անքուն գիշեր կանցկացնեն, որպեսզի բաց չթողնեն խաղը եւ կհետևեն հատկապես երեկոյան ժամը 10-ին Ավստրալիա Եգիպտոս խաղին եք հետևելու Երևանի ժամանակով 22:00։ Դե ինչ ասեմ, թող հաղթեն լավագույնները, այսպես կարող ենք ասել եւ ընտրապայքարում արդարությունը միշտ լինի։ Բարձր ծածանվեն երկրի դրոշները։ Ծածանվեն։ Թող, իհարկե, հաղթանակներ բոլորիս առհասարակ։ Մենք դեռ հրաժեշտ չենք տալիս։ Այո։ No ceiling when we in our zone. I got that sunshine in my pocket, got that good soul in my feet, feel that hot blood in my body.
I don't need no reason, don't need control. I fly so high, no ceiling when I'm in my zone. 'Cause I got that sunshine in my pocket, got that good soul on my feet. I feel that hot blood in my body when it drops. Ooh, I can't take my eyes off it, moving so phenomenally. Come on, like a way we rock it, so don't stop the way we rock it. So don't stop, I can't stop the. I can't stop the. I can see but you when you dance, dance, dance. The creeping up on you, so just dance, dance, dance. Come, all those things I shouldn't do, but you dance, dance, dance. And ain't nobody leaving, so keep dancing. I can't stop the. So just dance, dance, dance. 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 Եվ այս ռիթմերի ներքո եկավ պահասելուց տեսու բոլորին։ Այո, արագ ամփոփենք, Էրիկնաս Կարեյանն է, շնորհավորում իր աղջկան ծննդյան տարեդարձի առիթով, մենք էլ շնորհավորենք բոլոր նրանցում ծննդյան տարեդարձն է այսօր։ Էդիկ Բաբուջյանը դե ողջունում է քեզ, Ամալիա Ղազարյանը եւս մեզ ողջունում է, Վարդի Տերը Գևորգյան, Գագ Ավակյանն ասում է ուրփաթորը շատ լավն է, միշտ ամենուր ցանկացած եղանակի, ոնց ասեք, մենք դեմ չենք ըստ։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք բոլորին, ովքեր հուլիսի 3-ի առավոտ անցկացրեցին մեզ հետ, դե իսկ եթերից ձեզ ողջունեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը, մենք էլ այսօր որոշեցինք եթերում հայտարարել, որ Հայաստանում նշում են հաղորդավարների օրը։ Հուսանք հաճելի ավանդույթ կդառնա։ Այո, մեր շնորհիվ, ինչու ոչ։ Դե ինչ, մենք ունենք լավ տրամադրություն, հուսանք այդ ամենը փոխանցվեց ձեզ եւ կուղեկցի ամբողջ օրվա ընթացքում։ Ես ձեզ մաղթում եմ, որ այսօր շատ լսեք սիրո խոստովանություններ։ Հա, դուք էլ արեք սիրո խոստովանություններ։ Շնորհակալ ենք, կհանդիպենք վաղը արդեն երաժշտական առավոտի տաղավարից։